Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եպիսկոպոսներին 10 եպիսկոպոսներին աջակցում է, բայց չի ուղղորդում։ Նիկոլ Փաշինյանը պառակտում է մեր եկեղեցին, պառակտում է մեր հասարակությանը։ Մենք բոլորս գիտենք ինչպես են հոգևոր դասի երեսները հայտնվել այդ վիճակում։ Նրանցից շատերին, մի քանիսին ես անձամբ ճանաչում եմ եւ կարող եմ վստահ ասել, որ նրանց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին շատ ավելի ոչ դրական է, քան շատ ընդդիմադիրների։ Նկատի եք 10 եպիսկոպոսների։ Այո, նրանցից մի քանիսին ես ճանաչում եմ, նրանք իրենց անձնական կարծիքով ունեն շատ Նիկոլ Փաշինյանի հանդեպ շատ ոչ դրական կարծիք, ինչպես է ստացվել, որ նման քայլի գնացին։ Ինչպես նշեցի։ Պարոն Կարապետյան, տեսեք իշխանությունները մեղադրանք են հարց է, հաշվի առնելով նաև աշխարհական մի շարք կենտրոնների վերջին շահագրգռվածությունը, նաև բաց աջակցությունը, օրինակ Փաշինյանի ու նրա թիմին հիբրիդային գործակալների դեմ պայքարելու տեսանկյունից։ Այս առումով էլի Շատ կարևոր հարց է։ Այս քայլերը, հայ եկեղեցու անկախության դեմ լիքված քայլերը, դա քայլ է ընդհանուր հայկական հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ։ Դրանից առաջ դրան նախորդել է Թուրքիայի հետ բանակցությունները, որի արդյունքում մենք հետագայում ենք իմանալու, թե ինչ պայմանավորվածություններ եւ ինչ պարտավորություններ է ձեռք բերել այս իշխանությունը։ Հաստատ ուզում եմ վստահեցնել, որ ինչ որ մարդկանց կուսակրոնությունը չէ այս ամբողջ շարժման գաղափարը, իրենց պետական ճնշման գաղափարը, նրանց գաղափարը եկեղեցին զրկել անկախությունից, որպեսզի հայ եկեղեցին չունենա ազգային օրակարգ տանելու իրավունք։ Հիշում եք, մի օրինակ բերեմ։ Դրսի ուժերից է ուղղորդում կներեք։ Որ կենտրոնից։ Դրսի ուժերի հետ պայմանավորվածությունների արդյունքում։ Նպատակը որն է եւ կոնկրետ ում է սպասարկում այս խնդիրը, ում շահն է սպասարկում, ում է ծառայեցնելու։ Ձեր կարծիքով հայ եկեղեցու անկախության կորուստը ում պետք է սպասարկի։ Գուցե այն երկին, որտեղից որ այսօր բենզին է եկել Հայաստան մեծ քանակությամբ։ Ինձ թվում է այդ երկրի թափը դեռ չի հերիքի, որպեսզի մի քիչ ավելի այդ երկրից մի քիչ ավելի մեծ։ Տեսնենք ամեն ինչ ժամանակի ընթացքում Աստված առաջ կպարզվի եւ մենք իմանանք, թե ինչ պարտավորությունների դաշտ է մտել մեր իշխանությունը, որ ստիպված է այս քայլերը գնալ։ Որպես գործար այդ բենզինի մասով ինչ կասեք, որ ադրբեջանական բենզին են մտնում Հայաստան եւ կամաց սովորեցնում են նաեւ դրան։ Շատ մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Երբ որ մենք ուզենանք մի բան, որ ասում են ապաշրջափակում, ինչը լավ բան է տրանսպորտային առումով, բայց երբ որ հայկական գործարարը ուզենա ինչ որ բան վաճառի Թուրքիայում, այսօր Վրաստանի միջոցով չի կարող, որովհետև հայկական ապրանքների մուտքը Թուրքիա արգելված է։ Դա կապված չէ ոչ մի հարցի հետ, ուղղակի այդ երկիրը չի թողում, չի գնում մեր ապրանքները։ Նույնն էլ Ադրբեջանի հետ, ինչ իրենք կարողանալու են, վաճառել են մեր վրա, ինչ իրենք չեն կարողանալու, չեն թողելու, մենք վաճառենք իրենց վրա։ Դա չի կարող թույլ ձևի հաշտություն չի լինում։ Պետք է հարգեն իրենք մեզ, մեր կողմը։ Իսկ դա բանակցողի կարևոր հատկություններից մեկն է։ Բանակցողը պետք է ներկայացնի իրենից միջազգային հարթակներում ինչ որ նշանակություն, նաև անձնական խարիզմայի հաշվին, անձնական անցած ճանապարհի հաշվին։